Արցունքոտ աչքերով ջերմ գրկախառնություններ։ Թագուհի Հակոբյանը Հայաստանում չի եղել ավելի քան 30 տարի։ Երբ որ ես մտա թատրոն Սունդուկյան, նա արդեն թատրոնում էր, Սունդուկյանի թատրոնում եւ խաղում էր լավագույն դերերը, կենտրոնական դերեր։ Մեր ժողովուրդը շատ սիրել ու գնահատել է նրան։ Նա արտակարգ մարդ է, որպես տեսակ մարդկային։ Նա ինձ մոտ խաղաց մի ցնցող դեր, Թենեսի Ուիլյամսի ապակե գազանանոցը բեմադրության մեջ, որը գնում էր դեր կենթանի։ Տեսագրություն չկար կենթանի եւ մենք երկու անգամ խաղացինք, ամբողջ ռեսպուբլիկան հիացած էր Թագուհի Հակոբյանով։ Թագուհի Հակոբյանը Հայաստանից հեռացել է 1981-ին Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Իշխանությունը դերասանուհու գործունեությունը հակասովետական է որակել։ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Թագուհի Հակոբյանը սկսել է խաղալ տեղի թատրոններում։ Նա ինքը հայ դասականներ է բեմադրել, ներկայացումներ խաղացել նաև իսպաներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Դերասանուհին հայրենիք է վերադարձել իբրև նկարչուհի։ 20 տարի առաջ սկսել է նկարել գունավոր թղթերի եւ այլ նյութերի թափոններով։ Գույներ չունեին առաջ, հենց որ սկսեցին այդ գույները, իմ սիրտը ցավում էր, որ մենք թափում ենք դրանք։ Մեկին ուզեցի նվեր անել, եւ ես սկսեցի նկարել։ Երկու անգամ այս աշխատանքները ցուցադրվել են Ամերիկայում։ 25 աշխատանք վաճառվել է այնտեղ։ Երրորդ ցուցահանդեսը Հայաստանում բացվեց Ակադեմիայի ցուցասրահում։ Բոլոր հին բարեկամներն ու ընկերները եկել էին։ Նկարչուհին հուզված էր։ Հայրենակիցների ջերմությունը նույնն է, ինչ 3 տասնյակ առաջ էր։ Ընկերներն էլ ասում էին, որ նա բոլորովին չի փոխվել։ Հին բարեկամներից այստեղ էր նաև Սփյուռքի նախարարը։ Անհնար է նկարագրել, թե որքան մանր են կտրտած այն թղթերը, որոնք մի քանի շերտով դարձել են նկար։ Զարմանալին 83-ամյա արտիստուհու եռանդն ու համբերությունն է։ Եթե մի բան սիրես կանես, ես գույներ եմ սիրում հոգիս, ես գույներով մեծանում է իմ հոգին։ Յուրաքանչյուր նկարի վրա Թագուհի Հակոբյանն աշխատում է մոտ 3 ամիս, սակայն Եղեռնի թեմայով այս նկարը ստեղծելիս պահանջվել է 6 ամիս։ Մեկնելուց առաջ նա այդ գործը նվիրելու է Եղեռնի թանգարանին։ Նելի Ռաֆայելյան, Մեսրոպ Ավետիսյան, մշակութային ազդագիր։